ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջուկային զենքի վերաբերյալ նոր ռազմավարության նախնական արդյունքները որոշակիորեն արտացոլվում են որոշ փոքր երկրների, ասենք Չիլիի կողմից նախաձեռնած քաղաքականությունում։ Ապրիլի 12-ից Վաշինգտոնում մեկնարկող վեհաժողովի ընթացքում Օբաման 47 երկրների ղեկավարների ներկայությամբ հանդես կգա ԱՄՆ-ի հետ միջուկային սպառազինությունների ոլորտում համագործակցության առաջարկությամբ, բերելով հատկապես Չիլիի օրինակը։ Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ծառայության եւ Չիլիի կառավարության համատեղ ջանքերով որոշվել է այդ երկրից շուրջ 18 կիլոգրամ ուրան տեղափոխել Միացյալ Նահանգների հարավային Կարոլինայի նահանգը, դրա հետագա մշակման գործընթացը շարունակելու նպատակով։ Իդեպ գիտնականների պնդումների համաձայն 25 կիլոգրամ հարստացված ուրանը կարող է մի ողջ քաղաքի անդառնալի վնասներ պատճառել։ Այսպիսով Օբաման հույս ունի, որ ԱՄՆ-Չիլի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել այլ երկրների հետ նմանատիպ գործընթացներ իրականացնելու տեսանկյունից։ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյից ոչ հեռու գտնվող Լարեյնայի ատոմակայանում ամերիկացի եւ չիլիացի մասնագետների ուրանի արտահանման ուղղված ջանքերը շարունակվում էին նույնիսկ նախորդ ամիս Չիլիում տեղի ունեցած 8.8 մագնիտուդով երկրաշարժից հետո։ Ռադիոակտիվ սարքավորումները սկզբից զգուշորեն տեղադրվել են դրանց համար հատուկ պատրաստված տուփերում եւ ապա նավերի միջոցով օվկիանոսով տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Այսպիսով 18 կիլոգրամ ընդհանուր քաշով ուրանը ԱՄՆ տեղափոխելու համար պահանջվել է 2.30 տոննայանոց կոնտեյներներ։ 2.5 շաբաթ տևած ուղևորությունից հետո անցնելով Պանամայի ջրանցքը ուրանով բեռնված նավն ի վերջո հասել է հարավային Կարոլինայի Չարլստոնի անվան զինապահեստը։ Ուրանի հիմնական մասը կփոխակերպվի ավելի անվտանգ վառելիքի միջուկային էներգիա ստանալու նպատակով։ Օբամայի խոսքերով այժմ միջուկային հարձակումների վտանգն աշխարհում ավելի բազմաբնույթ է դարձել, եւ եթե Սառը պատերազմի նման հարձակումների հավանականությունը դիտարկվում էր ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության մրցակցության համատեքստում, ապա այժմ միջուկային պատերազմի վտանգ կարելի է սպասել ամենատարբեր խմբերի կողմից։ Առավել ևս մի ժամանակաշրջանում եւ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ընդամենը մեկ շաբաթ առաջ երկկողմ համաձայնագիր են ստորագրել միջուկային գլխիկների պակասեցման վերաբերյալ։ Աշխարհում միջուկային զենքի պակասեցմանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը նախատեսում է շուրջ 559 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն արդեն 2011 թվականի ընթացքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը, որը նույնպես մասնակցելու է համաժողովին Սերժ Սարգսյանի մակարդակով, թերևս կարող է նախնական համաձայնություններ ձեռք բերել Մեծամորի ատոմակայանի եւ կամ երկար քննարկվող նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։